Անդրադառնանք տարածված միֆերին, պարզենք իրականությունը, քմային նշիկների հեռացումը իջեցնում է իմունիտետը, ճիշտ է։ Ոչ, ինչու եմ ժպտում, որովհետև շատ տարածված միֆ է, եւ ասում են, որ միևնույն է, դրանք պետք են օրգանիզմին, քանի որ ես ինչպես սկզբում նշեցի, նրանք իմուն համակարգի մաս են կազմում եւ ունեն պաշտպանական դեր։ Այո, համաձայն եմ դրա հետ, բայց այլևս դադարում են իրենց լիարժեք ֆունկցիան կատարել, երբ որ իրենք ճակերտավոր հիվանդ են, հա, այլևս իրենք իրենց պաշտպանիչ ֆունկցիան չեն իրականացնում։ Եվ այս դեպքում վիրահատությունը տոնզիլեկտոմիան ճիշտ է։ Միֆ համար 2. Նշիկների հեռացումը ազդում է սեռահասունացման, անգամ պտղաբերության վրա։ Սա եւս շատ տարածված միֆ է։ Նշեմ, որ լիմֆոիդ հյուսվածքը, մասնավորապես այս պարագայում քմային նշիկները, սեռական համակարգի մաս չեն կազմում եւ ոչ մի կերպ չեն կարող ազդել երեխայի, այստեղ անգամ նշեմ, որ շատ ծնողներ անհանգստանում են իրենց տղա երեխաների համար, այո, չեն ազդում ոչ երեխայի սեռահասունացման վրա, մասնավորապես տղա երեխաների, եւ ոչ էլ չեն ազդում հետագայում նրա պտղաբերության ֆունկցիայի վրա, եւ սա իսկապես լիարժեք միֆ է։ Ոչ մի կապ չկա։ Նշիկների խնդիրը երեխայի մոտ տարիքի հետ կանցնի։ Միֆ թե իրականություն։ Միֆ։ Քանի որ չի անցնի եւ բացի դրանից չի բուժվում անառողջ նշիկը։ Ոչ, եւ բացի դրանից արդեն ունենալու ենք մեր նշած բարդությունները, որոնք որ ցանկալի չեն, որ ընդհանրապես լինեն։ Ամենահաճախը համակարգային հանդիպում են սրտի բորբոքային հիվանդությունները, ռևմատիկ հիվանդություններ ունենալու ենք, հաճախակի հոդաբորբեր եւ ունենալու ենք երիկամային հիվանդություններ։ Դրա համար կարծում եմ, որ պետք չէ հետաձգել եւ պետք է իրականացնել համապատասխանաբար ճիշտ ախտորոշում եւ ճիշտ բուժում։